Մտա տեղամաս պետք է անմիջապես վերցնեմ ծրարը ու որ ցանկացա կտնեմ իմ ուզածս ու փակեմ ծրարը, տանեմ գցեմ այնտեղ արկղի մեջ։ Այսքանով իր սահմանադրական իրավունքն իրացրած ընտրողը, ինչպես ինքն է ասում, տեղամասային կենտրոնից լուռ կհեռանա։ Տեղական ու համապետական նշանակության վերջին մի քանի ընտրություններում քվեարկության գործընթացն անփոփոխ է։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից, սակայն ոչ բոլորն են տիրապետում կանոններին։ Հատկապես տարեցները դժվար են ընդունում, որ քվեարկելու համար գրիչով նշումներ անել պետք չէ։ Ընտրելու կարգ ու ձևին ոմանք տեղեկանում են տեղամասում։ Դե որ մտանք ընտրատարածք երևի իրանք ուղղությունը կդան, մենք կկատարենք էլի։ Չգիտենք որ հասանք տեղամաս սորվինք։ Հա բացատրենք հասկանանք։ Չգիտեմ ոչ է խորացել եմ։ Մադ ենք տնում, հետո անձնագրով Քվեն չկորցնելու քաղաքացիական դիրքորոշում անպայման հայտնելու հարցում պատասխանատու իրենց համարում են։ Թեև 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների համեմատ այս անգամ ընտրապայքարում եղած քաղաքական ուժերի թիվը 6-ով պակաս է, բայց 19-ն էլ քիչ չէ։ Կողմնորոշման հարցն է դժվարանում։ այս մեր փոքրիկ երկրի մեջ 19 քաղաքական ուժ դա մի քիչ ավել է։ Շատ աղջիկ ջան, արտասահմանյան երկրները միլիարդավոր մարդիկ կաբրին 3 հոգի չեն դնել տեխնազությունը։ Մեր բուրում Հայաստանը աշտեն 19 հոգի են դրել։ Մասնակցությունն էլ է կարևոր այնքանով, որովհետև չմասնակցողները շատ անտարբեր են լինում, նեյտրալ եւ ազդում է բանի վրա, բայց ամենայնպես միևնույն է, թեկուզ կեսը մասնակցի, այդ կեսի մեծամասնությունը որոշում է իր վարչապետի ով լինելը։ Ես ինքս կերտամ իմ ուզածս մարդուն կընտրեմ։ Ընտրության օրվանից 3 օր առաջ, մինչև հունիսի 4-ը տեղամասային կենտրոններում փակցված ընտրողների նախնական ցուցակներում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է ճշտումներ անել, փնտրել ու գտնել իր անունը, չգտնելու դեպքում դիմելու վայրը անձնագրային բաժանմունքներն են։ Խնդիրը կարգավորվող է նաև քվեարկության օրը, հունիսի 7-ին, բայց միայն դատարանի որոշումով։ Ըստ այդմ ընտրողը հայտնվում է լրացուցիչ ցուցակում։ Ինքը դիմում է դատարանի որոշումով գալիս է ընտրական տեղամաս ու լրացուցիչ ցուցակով քվեարկում է։ Դրա համար մեր տեղամասային ընտրական հանձնաժողովներին լրացուցիչ կտրոններ ենք տալիս, որտեղ եթե մարդը այդտեղ հաշվառված չի, սարքի մեջ իր անունը չկա։ Լրացուցիչ կտրոնով բոլոր Հայաստանի քաղաքացիները ոչ մեկը չի զրկվում ընտրական իրավունքից։ Այդ հարցը շատ արագ կարգավորվում է։ Իսկ մինչև մայիսի 26-ը ընտրատեղամաս փոխելու հարցն է հնարավոր կարգավորել այն դեպքում, եթե քվեարկության օրը ընտրողը չի կարող գտնվել բնակության հաշվառման վայրում եւ ցանկություն ունի ընտրությանը մասնակցել ըստ գտնվելու վայրի։ Օրինակ, եթե մարդը Գյումրիում է հաշվառված, բայց ինքը հունիսի 7-ին կարող է գտնվել Երևանում կամ ցանկացած ուրիշ մարզում, Սյունիքի մարզում, կարող է Մեղրիում լինել, կամ Իջևանում լինել, կամ Դիլիջանում, ինքը կարող է մոտենալ իր անձնագրային բաժանմունքը եւ ասի, որ այսպես կա աշխատանքի կամ ընտանեկան բերումով կարող եմ ես ներկա չլինել, խնդրում եմ ինձ տեղափոխեք, այսինչ քաղաքի, այսինչ համայնքի տարած Արդեն ընտրողներ եղել են, որ դիմել են ու փոխել իրենց տեղամասային կենտրոնները։ Նոր ձևավորված տեղամասային հանձնաժողովներին եւս քիչ ժամանակ է մնացել ծանոթանալու ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին։ Դրանցից էականն ու կարևորը վերաբերում է քվեարկությունից հետո արդյունքների ամփոփմանը։ Խոսքը վավեր եւ անվավեր քվեաթերթիկների հաշվարկի մասին է։ Նախորդ ընտրություններում այլ տարբերակ էր գործում։ Նախկինում համարվում էր թերթիկը վավեր, այն թերթիկը, որի վրա տրոշմա կնիկ էր խփած եւ ոչ մի գրառում գրիչով չկար թերթիկի վրա, այդ թերթիկը համարվում էր վավեր։ Այս փոփոխությունների ժամանակ, եթե ծրարի մեջ բացի այդ վավեր թերթիկից նաեւ արկա են ուրիշ իրեր, այսինքն գունավոր թուղթ է, սկրեպկա է, կոպեկ է, չգիտեմ, ուրիշ իր, որն որ ընտրության հետ կապ չունի, նաև ուրիշ քվյա թերթիկ։ Էլ արդեն չեն նայում ում է քվեարկած։ Մեկի ծրարը փակում են ու դնում են անվավերների հետ։ Այս կարևոր փոփոխությունից բացի ընտրության օրը իրենց լիազորությունների շրջանակում ինչ պարտականություն ու պատասխանատվություն ունեն տեղամասային ընտրական հանձնաժողովները, ծանոթանում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնած դասընթացներում։ Գյումրիում հունիսի 7-ին կբացվեն 82 տեղամասեր,
որոնցից 58-ի աշխատանքը համակարգելու է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։